Հիմա Երևան եք շարժվում, դե հայտարարությունս լսեցիք, որ անժամկետ գործադուլ է հայտարարում քաղաքապետարանը։ Դրա իրավունք ունի իրեն քաղաքապետին, իրեն լիդերին անկարգի ձևով չենք հասկանում ինչի են տանում։ Դեպի ձերբակալման հետո էլ կալանքի։ Այս անընդունելի է։ Ես չհասկացանք, էս ինչ է կատարվում, ինչ ռեպրեսիա է։ Ով մեզ թեմ է, ուրեմն մեզ թշնամի է։ Չի կարելի, անընդունելի է, ժողովուրդ ջան։ Սրբազանների կալանավորում են, մնացածներին ով մի բառ ասում է թարսով Հայաստանն է ուժում պաշտպանել, հայրենիքն է ուժում, խեղաթյուրում են բոլոր խոսքերը քաղաքապետին։ Քաղաքապետը ասում է միություն կազմենք, այո, հզորների հետ միություն, ասում է գուբերնիա կուզեք դառնալ, սուտ է խոսում։ Սրդախոսությամբ հիմա էլի չեմ հասկանում ինչ գործ են կարել։ 12 տարի հետապնդման է Վարդան Ղուկասյանը ենթարկվել, հիմա էլ նոր գործ են կարել, չեք հասկանում ինչ գործեր։ Ձայնագրության վերաբերյալ։ Ինչ ձայնագրություն, ես չեմ հասկանում, մի վարգամ են լսեց ձայնագրություն, մեմ ձայնագրություն բերեցին որ Փակրակ Սրբազանի համար։ Հետո տեսակ ինչ էր եղավ, արհեստական ինչ ուզեց սարքեն։ Այսինքն Ղուկասյանը լսել է դա Ինչ գործողություններ էր իրականացնում։ Թղթաբանություն են ուզում թղթեր, մեկ էլ տրամադրում ենք։ Քաղաքապետը եպե քաղաքապետ տարե դա սա, բայց հաստատի տեսել են, հա հերոստատեսության բավականով ամեն ինչով։ Հետո չինեմ ինչ գործեր են բերել մեզնից էլ առաջ բան, ասեցի մանեք եք գտեք։ Քաղաքաշինության բաժնից մարդիկ են տարել։ Իսկ ինչ 4 միլիոնի պատմություն է կաշառակերության հարցով։ Ընդհանրապես տեղյակ չեմ, ես չգիտեմ ինչ է կատարվում, դա ասում եմ այստեղ։ Շատ տիպի ասած է ինչ է դա, կեգոտությունը ինչ ասես կարող է սարքել, ինչ ասես։ Չէ, չի լսել, չի լսել։ Չի լսել։ Իսկ Երևան գնալու եք ինչ գործողություններ են հաջորդելու։ Երևան հասնենք մենք հիմա մեր ձայնը բարձրացնենք, աղաղենք, պահենք մեր քաղաքապետին, իր բաները հերիք է, պասիոնն է ժողովուրդ։ Պասիոնն է պահեք, չեք թրկանաք։